Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին անգլիական այգում տեղի կունենա ավանդական մանկական գրքի փառատոնը, ինչի մասին էլ մանրամասն կպատմի մեր հյուրը։ Մեր հյուրն է Զանգագրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը, բարի լույս Աստղիկ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Այո, մենք նվերներ ունենք մանկական գրքեր։ Հիմա կիմանանք ինչ գրքեր են, բայց եկեք անդրադառնանք միջոցառմանը եւ հասկանանք, որ հատվածներում ինչ միջոցառումներ են լինելու ու ծնողները ուր բերեն իրենց փոքրիկներին։ Մանկական գրքի փառատոնը տեղի է ունենալու մայիսի 31-ին, հունիսի 1-ին, արդեն 4-րդ տարին է Զանգագրատունը կազմակերպում է փառատոնը։ Հիմնականում փառատոնի ծրագիրը կեցած է լինում լեցուն մշակութային, կրթական, զվարճալի ժամանցային տարբեր միջոցառումներով, որոնք պատտվում են գրքի շուրջ եւ մենք նպատակ ունենք այնպես անելու, որ երեխաների տոնը, երեխաներին նվիրված միջոցառումը եւ ընդհանրապես այս օրերը, երբ որ ծնողները երեխաների հետ ժամանց են անցկացնում, այս ամեն ինչը լինի գրքի շուրջ եւ տարիներ շարունակ իրականացնելով այս նախագիծը մենք հասել ենք նրան, որ հազարավոր փոքրիկներ երեխաների պաշտպանության օրը, որը ավանդաբար երեխաների նվիրված այսպես տոնական մի հատ օր է, երեխաները այդ օրը անցկացնում են հենց գրքային գրական նախաձեռնության մեջ եւ ամբողջ օրը անցկացնում են փառատոնը։ Փառատոնը անգլիական այգում է տեղի ունենալու։ Մենք մի քանի հատվածներ ունենք, որոնք ծնողներին դուր կգան։ Առաջինը տաղավարներն են, այստեղ ներկայանում են հայաստանյան բոլոր հրատարակչությունները, յուրաքանչյուրը իր տաղավարով է ներկայանում եւ սա լավ հնարավորություն է ծնողների համար երեխաների ամառային ընթերցանության գրքերը մեծ զեղչերով ձեռք բերելու համար։ Բացի այս ունենք նաև բեմական հատված, ամբողջ օրը յուրաքանչյուր ժամի մեզ մոտ լինելու է գրքի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, համերգներ եւ օրը միշտ ամփոփելու ենք կինոդիտումով, մուլտֆիլմի դիտումով, ունենալու ենք աշխատարաններ, որտեղ ծնողները կարող են թողնել երեխաները իրենք զբաղվեն, տարբեր բաներ պատրաստեն, ծնողները հանգիստ շրջեն այդ ընթացքում այգում եւ նաև այս ամբողջ ընթացքում մենք մի նորություն ենք այս տարի բերել, փողոցային թատրոն ասվածը, որը Եվրոպայում բավական տարածված է եւ Հայաստանում ոչ այնքան, մենք ունենալու ենք թագավորական շքախում, որը պարբերաբար շրջելու է այգում, փոքրիկ ներկայացում եւ երեխաների հետ շփում է ունենալու եւ երեխաները նաեւ հնարավորություն են ունենալու անձամբ շփվելու, մասնակից դառնալու այս արքայական շքախմբի ներկայացմանը։ Քանիսին է սկսվելու եւ քանիսին է ավարտվելու։ Ժամը 12-ից մինչեւ 8-ն է անգլիական այգում, մուտքն էլ ազատ է։ Ես ոնց հասկացա, այստեղ լինելու է անվճար zipline, այդ որտեղ։ Այո, այգում լինելու է, հա, պաղպաղակ եւ քաղցր բամբակի հյուրասիրություն, թատերական ներկայացումներ, գրքի շնորհանդեսներ, համերգներ, կինոդիտում։ Այս ամենը լինելու է 2 օրերի ընթացքում ամբողջ այդ այգում։ Այո, ամբողջը անգլիական այգում։ Կինոդիտումն ո՞նց են անելու։ Մենք ունենք մեծ բեմ եւ մեծ էկրան, որին ցուցադրվելու են առաջին 2 օր կինոներ, մուլտֆիլմեր եւ այս մուլտֆիլմերը նրանով են առանձնահատուկ, որ առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրելու ենք հայերեն հնչյունավորմամբ է, իսկ երկրորդը հայկական մուլտֆիլմ է հենց։ Ինչը, որն է։ Օլիմպիկուս։ Երկրորդը առաջինը Ռոբինզոն Կրուզոն հայերեն հնչյունավորմամբ։ Իսկ ինչ ֆիլմեր ենք դիտելու։ Ֆիլմ չի լինելու, այդ 2 մուլտֆիլմեր են։ Հա, մուլտֆիլմի դիտում։ Իսկ թատերական ներկայացումներ, այսինքն մեր թատրոնների մանկական ներկայացումներն են, որոնք այնտեղ էլի խաղալու են։ Ինչ Հեքիաթերեն ինտերակտիվ թատրոնն է ներկայանում եւ Մալյան թատրոնը դու կարող ես ինտերակտիվ ներկայացմամբ, որը բավական հետաքրքիր եւ նուրբ թեմաների է անդրադառնում, ինչպիսիք են օրինակ բուլինգի թեման դպրոցներում եւ կարողանում է երեխաներին գրավելով այս նուրբ թեմաներին փորձել ինչ-որ կերպ լուծումներ տալ։ Անդրադառնանք մեր նվերներին։ Այո։ Ասում մի երեխա էլ մենք ենք։ Սա ինչ է։ Tom Gates։ Մեկ էլ այս մեկն էլ վերցնեմ։ Սա ոնց հասկացա հայկական ստեղծագործող է ասացի։ Ժամանակակից հայ հեղինակի Օլգա Դարյանի գիրքն է։ Իդեպ Օլգա Դարյանը ինքը լինելու է փառատոնին, ամսի 1-ին է լինելու, գրքի ընթերցանություն ենք ունենալու եւ նաեւ երեխաները հնարավորություն ունենալու անձամբ շփվելու հեղինակի հետ։
Առհասարակ մանկական գրքերի վաճառք ակտիվություն կա, գրանցվում է։ Այո, յուրաքանչյուր տարի ավելի ակտիվանում է եւ քանի որ զանգակը հիմնականում նաեւ կենտրոնանում է մանկական գրականության ծնողների հետ աշխատանքի, մենք բավական գովելի եւ լավ արդյունք ենք միշտ ունենում հատկապես մանկական գրականության։ Սա մեզ մոտ ամենապահանջված գրականությունն է։ Ոնց որ այս գիրքը ես տարա։ Այս տղանքը կարդա հաստատ է դե կոմիքսային գիրք է, հատկապես այն երեխաների համար է, ովքեր շատ չեն սիրում շատ երկար կարդալ, նկարները եւ ամեն ինչը գրավում են, որպեսզի ավելի հեշտ սկսեն կարդալ։ Չէ, տղա սկսել է արդեն կարդալ, որը որ շատ ողջունելի է եւ բնականաբար արդեն հետաքրքիր ինչ-որ փնտրտուքների մեջ ենք, թե ինչ գրքեր կարդա, ինքն է արդեն ուզում որոշումներ կայացնի, ինչն է իրեն հետաքրքիր, ինչը հետաքրքիր չէ, դες էլ այդ առումով իրեն ազատ եմ թողել։ Ինչ պատահի պիտի կարդա։ Ես հիշում եմ, որ մենք մտածում էինք ինձ մեզ խորհուրդ էին տալիս այն ժամանակ, պիտի կարդայինք։ Թոմ Սուերի արկածները ես հիշում եմ ինչքան փոքր էի, ես այդ ժամանակ կարդում էի, հետո չդրանից առաջ առաջին գիրքը երևի փոքրիկ շրջմոլիկն էր, շատ տխուր պատմություն էր, այդ էի կարդում, ունենց էի հուզվել, ունենց էի տխրել, ունենց պատկերավոր այդ ամեն ինչը ինձ համար, իրականում գուցե շատ կարևոր է առաջին գիրքը, որը տալիս է մեծ ոգևորում գրքի հանդեպ սիրո, բայց հետո ինչ պատահի պիտի կարդաս, որ ինքդ կարողանաս ֆիլտրել, լավն է թե վատն է, մենակ թե պետք է համոզել։ Օրինակ լինում էր, դե մենք ուզում էինք իջնել բակ, չէինք ուզում կարդալ, այն ժամանակ ես 3 հրացանակիրներն էի կարդում, ու միշտ պապաս ասում էր հետևյալը. Այսօր ինձ պատմիր 10 էջ, խաղը դրսում ինչքան ուզում ես։ Այսինքն ես այդ 10 էջը պիտի հասցնեի կարդալ, իսկ ես ունեի այդպես մի վատ բնավորություն։ Ես չէի ֆայմում, այդ բաժանեմ օրինակ օրվա 2 տարբեր մասերի։ Ես այնց արագ տեմպերով եմ, որ ասում եմ հացս ուտեմ գնամ շուշուտ կարդամ այդ 10 էջը, որ ինձ թողնեն իջնեմ դուրս։ Բայց երբ որ դու կամած 10 էջով գալիս ես հասնում ես գրքի ամենահետաքրքիր պահին, հետո դու իմանալ բայն չէ լինելու հիմա։ Այդ ժամանակ էլ արդեն քեզ դուրսը չի կարողանում համոզել, որովհետև դու էլ կարդում ես ոչ թե նրա համար, որ իջնես բակ, այլ դու ինքդ ես արդեն հետաքրքրություն ունենում։ Հա դե այն ժամանակ մենք չունեինք բան, հետաքրքրություն ուրիշ, այս ինտերնետ դուրսներ էլի մենակ։ Հատկապես դուրսը գիրքը։ Հա, եւ մեր երևակայությունը բավական վառ էր իմիջիալոս, որովհետեւ այդ գիրքը կարդալիս ինչ ուզում երևակայում ենք։ Հիմա մեկ-մեկ ասում են աշխարհն ավելի արագ է զարգանում եւ մարդիկ կարող են ավելի մեծ երևակայություն ունենալ, ես ասում եմ, որ ոչ, որովհետև հիմա կա սահմանափակող պատկերներ մեզ համար, մենք գալիս ենք ինչ-որ մի կետի, այդտեղ սահմանափակում ենք մեզ։ Այն ժամանակ, երբ մենք չունեինք այս պատկերացումները, մեր երևակայական հորիզոնը գնում հասնում էր, չգիտեմ, Տիմբուկտու։ Չէ, հիմա ավելի ինֆորմացված են երեխաները, դա միանշանակ է։ Հա, ինֆորմացված են, այդ ուրիշ բան է։ Երևակայական առումով էլ են շատ այո, միանշանակ իհարկե նայած երեխա, որովհետև այն ժամանակ մենք մի տեսակ երազանքներով ու ասենց ինչ-որ մաքրամաքուր տենց տեսլականով ապրող էինք, իսկ հիմա իրանք ռեալ են։ Իրանք ռեալ են, իրանք իրականությունը ավելի պարզ են տեսնում, ավելի պատկերավոր են տեսնում, մենք այն ժամանակ պատկերներ էինք տեսնում, իրանք հիմա դա կարող է։ Այդ եմ ասում, այդ մենք այդ պատկերները մենք մեր գլխում տեսնում ենք, այսինքն դա նաև վարժեցնում էր մեր միտքը, մենք կարողանում ենք սեփական երևակայությունը ստեղծել։ Արի մենք մեզ չգովենք, հիմիկվա երեխաները բավականին Չէ, դե ինֆորմացված են։ Ես իմիջիալոց ասեմ, հիմիկվա երեխաների այդ մանավանդ Բաքում խաղացող երեխաները, որովհետև կան։ Մեր Բաքում միշտ շատ են, ես ասել եմ, որ մեր Բաքը այդ առումով շատ առանձնանում է միշտ կան երեխաներ, բայց ես հիմա որ լսում եմ, մենք մեր ժամանակ որ հարցնում ենք ինչ երազանքներ ունենք, մենք իսկապես ունեինք երազանքներ։ Մեզ համար անգամ անիրական գուցե երազանքներ, որոնց մասին մենք սիրում էինք պատմել, կիսվել, բայց հիմա երբ ասում ես ինչ երազանքներ, բարձրացնում են երազանքի նպատակը, ես այդ նպատակին շուտով կհասնեմ, այս է ձևակերպումը։ Ու այդ առումով իհարկե մենք սահմանափակ էինք, որովհետև մենք իսկապես ունեինք շատ այնց վառ երազներ, որոնք հենց երազանքի դաշտում էլ մնում ու ապրում էին։ Դա հիմա ասված ինչ ֆորմատը փոխվել է։ Երևակայության վերաբերյալ մի բան ասեմ, մենք ամեն տարի փառատոնի շրջանակում իրականացնում ենք մրցույթ փոքրիկ հեքիաթագիրներ, որի շրջանակում երեխաները հեքիաթներ են գրում նախապես։ Որ տարիքի։ Մինչև 14 տարեկան, 7-ից 14, որպեսզի ինքնուրույն լինի, հեքիաթները գրում են, բերում են մեզ եւ նկարազարդում են իրենք ինքնուրույն։ Մենք այդ հեքիաթներից ընտրում ենք լավագույնները եւ մինչև հաջորդ տարվա փառատոն հրատարակում ենք առանձին գրք
գիրքով։ Այս պահին մենք արդեն ունենք 2 հրատարակած գիրք, որոնք գրախանութներում կան, այսինքն իրական գիրք են, որի հեղինակները երեխաներն են։ Բայց լավ են գրել։ Ընտրվածները այո լավ են գրել։ Գիտեք, լավ գրելը, եթե ինչ-որ ստանդարտներով նայենք, կարող է ստանդարտների մեջ չլինեն, բայց որ երեխան է գրում, ինքը ստանդարտից մի հատ այնց բան է գրում, մտածում ես ո՞նց է այս երեխա։ Մի հեքիաթ ունենք, կոչվում էր թռչող ռետուզ։ Մտածում ես ինչպես կարող է մարդը երևել, բայց երեխան այդքանը երևակայում է եւ այս տարի արդեն 3-րդ հատորի շնորհանդեսն է լինելու։ Եվ ամեն տարի ավելի շատ երեխաներ են մասնակցում։ Ես չգիտեմ դրա ձևը ոնց է, ես որպես հայր, բայց ինչ որ մի պահ պետք է երեխային, չգիտեմ ոնց անել, բայց իրեն ազատ թողնել, որ ինքը իր մտքերը կարողանա ազատ արտահայտել։ Մեկ-մեկ մոտը ստացվում, հա մեկ-մեկ չի ստացվում։ Ես ընթացքում մի ֆրազա եմ ասում, երբ որ երկար ճանապարհ ենք իրար հետ գնում, ու թողնում եմ ինքը այդ ֆրազայի շուրջ միտքը կառուցի, իմ հետ շփվի, խոսա, ես ընդհանրապես լավ, այսպես անելով, որ իր մտքերը ես հասկանամ ու այդ դեպքում շատ հետաքրքիր բաներ են ծնվում։ Երբ որ դու անընդհատ խրատներ ես տալի, անընդհատ շատ ես խոսում, դու երբ որ ծնողը շատ է խոսում, երեխան մի տեսակ ինձ թվում է ինքը sense այդ կուչ է գալի իր այդ անկյունում ու չես թողում դու իրան բացվի։ Հենց թողնում ես, որ ինքը բացվի մանավանդ մտքերի առումով, դու նես բաներ կարոս լսես, որ անգամ այս տարիքում չբաց այդ ոնց ես դու դա պատկերացնում։ Դրա համար ինչ որ մատ էլիքսիր կա, դրան գտնելու մի հատ ձև կա, որ թողնես ինքը սկսի երևակայել ու իր երևակայության այդ պատկերների մասին ինքը խոսի քո հետ։ Անգամ կարելի է գրի առնել։ Այդ իմ շոկահարված միջադեպներ, իմ աղջիկը 2 տարեկան էր, բավական վարժ էր խոսում, որովհետև շուտ էր սկսել խոսել, եւ շատ լուրջ մի օր խաղը թողեց, եկավ ինձ մոտ սենց արեց. «Մամա, Աստվածը տղամարդ է, թե կին»։ Ու ես չգիտեի ինչ պիտի պատասխանեմ հիմա այդ հարցին։ Տղամարդատեկին, բայց մենք տանանդամներով sense բոլորս շոկի ենք ենթարկվել, այս երեխուն ինչի հանկարծ տիկնիկից այս կողմ հետաքրքրեց այդ մարդու սեռը։ Դրա համար պետքա չգիտեմ ոնց, ամեն դեպքում ոնց որ մենք կարողանում ենք նկարչությունն էլ, իմիջիալոց նկարչությունն էլ է տալիս հնարավորություն ինչ որ ձև արտահայտելու այդ երևակայական աշխարհը, որովհետև օրինակ երբ հաճախում էր իմ աղջիկը նկարչության, միշտ ուսուցիչն ասում էր, որ ինքը անհավանական գունային զգացողություն ունի, որ ես առօրյայում, ասենք 6-7 տարեկան երեխայի դեպքում չի կարող նկատել, բայց պարզվում է, որ ինքը լրիվ այլ գունային ընկալում ունի եւ իր համար գույների միքսելը, համադրությունը լրիվ այլ կերպ է, քան որ դու օրինակ առօրյայում գուցե նաեւ ինչ որ կերպ ցույց ես տվել քո օրինակով։ Այսինքն դու այդ նկարչությունն էլ է տալիս հնարավորություն, որ ինքը ճիշտ կերպով զարգացնի իր երևակայությունը։ Հենց դրա համար է, որ այսօր գրքերը մանկական, որ հրատարակվում են, շատ մեծ ուշադրություն են դարձնում նկարազարդումներին, որտեղ գեղագիտական ճաշակը երեխայի, նաև թղթի որակը, շապիկը եւ ամեն ինչը ազդում է, որ երեխայի մոտ ճաշակ ձևավորվի։ Դրա համար կարևորություն ենք տալիս ոչ միայն տեքստին, այլ նաև նկարազարդումներին, որտեղ այդ տարիքում շատ կարևոր է երեխայի մոտ երևակայական աշխարհը ձևավորվի նաև այդ գեղագիտական ճաշակը, գույների համադրությունը։ Դրա համար մենք դրան նույնպես շատ ուշադրություն ենք դարձնում։ Իմիջիալոց այդ որ ասացիք տպագրությունը, որակը եւ այլն, հիշում եմ դեռ ուսանող տարիներին խոսում էինք Արթուր Բախտամյանի հետ եւ կար մի արգելված գրականություն Հերման Հեսեի Խեցգետնի արևադարձը։ 60-ականներին թույլ էին տվել տպագրվելու։ Այդ գրքից ինչ որ չկար գրադարանում թե հիներ ու միշտ հիշում եմ այդ պատմությունը, երբ Արթուր Բախտամյանն ինձ նվիրեց լրիվ նոր այդ գիրքը տպագրված ու ասաց բանը ես շատ եմ սիրում նոր գրքեր կարդալ եւ ինձ դուր է գալիս որ մեր դասական ստեղծագործությունները հիմա պարտադիր չի փոշոտ, հնացած, տենց այդ հունացած այդ թղթերով կարդալ, դու կարող ես այն կարդալ բավական որակյալ տպագրությամբ եւ ելի ունենալ այդ կարծիքը գրքի հանդեպ։ Դες սկզբից մտածում ես կարևորը գիրքը գտել եմ, հա, որակն ինչ կարևոր է, հա, կկարդանք, բայց արյութես որ իսկապես ես հիմա օրինակ իմ գրապահարանում շատ գրքեր են կուտակվել իմիջիալոց, շատ նվերներ ստանալուց ու ես տեսնում եմ, որ այնտեղ հիմնականում նոր գրքեր են ու շատ սիրուն է այդ երևում գրապահարանը։ Որակը այնքան կապ ունի, անկեղծ եմ ասում, կազմը այնքան կապ ունի, անգամ ես ընկերներ ունեմ, բանաստեղծներ, ես միշտ իրանց հետ բանավեճի եմ բռնկվում, դե բնականաբար տպագրել լավ որակով, լավ կազմով, դե բնականաբար դա մի քիչ ավելի թանկարժեք է եւ ես միշտ ասում եմ տղերք, երբ որ գիրքը վերցնում ես ձեռքդ, ինքը պետք է քո համար հաճելի ու հարմար լինի։
բարակ թղթով գիրքը ինքը անգամ չես ուզում երկրորդ էջը թերթես, մասնես երկրորդ էջի կարդալու։ Հարգանքն է նաև ընթերցողի հանդեպ եւ ինքը քեզ որ դու վայելում ես գիրքը վայելելը նաև էս ֆիզիկական թերթել, շոշափել, գեղեցիկ լինի տառերը եւ ամեն ինչը եւ էս շատ կարեւոր է։ Մենք տարիներ շարունակ էս ոլորտում լինելով վստահ գիտենք, որ գրքի որակը իսկապես կարեւոր է։ Այո, ու բանը թղթի գույն կա, չէ՞, ջերմակ սպիտակ գույնը մի տեսակ հաճելի չէ, այո, մի քիչ բանը այդ մոթոտ թուղթը, հա, մի քիչ ավելի հաճելի է կարդացվում, աչքերը չի հոգնում ու նաև քեզ հաճելի է լինում, թերթում ես, էլի պետք է շատ բարակ չլինի։ Մարդկանց հաճախելիությունը գրքի փառատոնին, մանկական գրքի փառատոնին ինքը լավ է, բավարար է, թե քիչ է։ Շատ լավ է, ամեն հաջորդ տարի կրկնակի քանակով այցելուներ ենք ունենում, գալիս են մարդիկ, ովքեր նախորդ տարիներին եկել են եւ իրենց համար ավանդույթ է դարձել մանկական գրքի փառատոնը եւ նոր այցելուներ ենք ունենում։ Մենք նախորդ տարի օրինակ պատկերացրեք անգլիական այգին մեծ այգի է եւ գրքի շուրջ միջոցառումը պետք է որ շատ մեծ տեղ չզբաղեցնի, երբ որ առաջին հայացքից մտածմեց, բայց մենք գրեթե ամբողջ այգին զբաղեցնում ենք եւ շատ մարդիկ են լինում, երբեմն այսպես նայում, երբ որ վերևից նայում ես, տեսնում ես ինչքան շատ մարդ է եկել հենց գրական միջոցառմանը, որովհետեւ երբ որ մենք նախագծում էինք այս փառատոնը, մի քիչ անհավատալի էր ի վերջո հունիսի 1-ին, երբ որ կան բազմաթիվ զվարճալի տեղեր, ատրակցիոններ եւ երեխաները միշտ դեպի ավելի զվարճալին են գնում, շատ մտածում ենք, որ շատ դժվար կլինի այդ ամեն ինչից կտրել եւ բերել փառատոնի գրքային միջոցառման, սակայն մեզ մոտ ստացվեց եւ վստահ ենք, որ այս տարի էլ կունենանք բավական շատ այցելուներ։ Դրան հասնելու համար մենք փառատոնը դարձրել ենք շատ հարմարավետ, այսինքն ընտանիքներով գալու եւ ամբողջ օրը այնտեղ անցկացնելու բոլոր հարմարավետությունները կան, սննդի զոնա, հանգստի զոնա, խաղեր, միջոցառումներ, ամեն ինչ արված է, որ ամբողջ օրը այնտեղ անցկացնեն, այսինքն կարիք չկա պլանավորել գնանք փառատոնին այնտեղից ուրիշ տեղ, ամեն ինչ փառատոնի շրջանակում կա եւ նաեւ այն ամեն ինչը որ անում ենք շատ երեխաներին գրավիչ, որ երեխաների համար այդ ամեն ինչը շատ գեղեցիկ լինի, այս տարի փառատոնին այցելողները կհայտնվեն այս թագավորական միջավայրում, որովհետև ոչ միայն մեր շքախումբն է լինելու, այլ ընդհանուր ձևավորումը այգին փորձել ենք վերածել թագավորական մի հատ միջավայրի եւ այս ամեն ինչով գրավում ենք, որ երեխաները տեսնեն եւ վստահ լինեն, որ գրական միջոցառումը, գրքի շուրջ կատարվող միջոցառումը կարող է լինել ժամանակակից, հավես իրենց բառերով ասած, զվարճալի եւ դրանից հետո ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երեխա տուն գնալուց հետո արդեն են որ ասում են գիրք պետք է կարդաս, իր համար այդ գիրք կարդալը շատ ավելի հետաքրքիր եւ գրավիչ կլինի։ Մենք շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, շնորհակալություն ինֆորմացնելու համար ու ես վստահ եմ, որ միևնույն է հունիսի 1-ը մեր երեխաների օրն է նվիրված իրենց, ամեն ինչ պիտի պետք իրենց հետաքրքրության շուրջ եւ իրականում այո, նաեւ մեր պատասխանատվության դաշտում է մոտ պահել գրքին, հատկապես որ կարողանում են այնպես անել, որ գիրքը որպես տոն հայտնվի իրենց իրականության մեջ։ Գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։